Մենք տեսնում ենք մի հատ անձնավորություն, իր անունը Միկա Բադալյանն է, ինքը փաստորեն վերջի 8 տարին հարուստանում է եւ հարուստանում է տեսնելով ինչա կատարում Հայաստանում եւ կա մի հատ մաս մարդիկ, ովքեր կոնկրետ Ղարաբաղցիներ, Ռուսաստանի հայեր, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանին, ինքը այս պատմության վրա լավ փողեր էր գրփում, լավ փողեր էր աշխատում, միլիարդներ էր հավաքում, մանավանդ պատերազմից հետո եւ մարդիկ այնքան էշ են, չեն էլ հարց տալիս, այս տղան որ ոչ աչոտ է տալիս, ոչ գրում է ինչ է հավաքել, ումին է տվել։ Լավ, բացի դրանից ինքը փաստորեն Ռուսաստանում մարդկանց նաեւ ռուսներին ստում է, որ իրան ունի մի հատ մեծ բանակ հայեր, ովքեր գնալու են ընտրություններին եւ մի քանի օր առաջ ինքը իրան խայտարակ արեց, եկեք նայենք այս վիդեոն, ոնց է ինքը աղաչում, որ Ռուսաստանի հայերը գրվեն, գան ընտրություններին եւ այլն, ուշադրություն։ Блага Армении и армянского народа. Всем, кому нужны билеты, кому нужно помочь с поездкой в Армению на выборы, пишите мне в Telegram, ссылка будет ниже. Спасибо. Ինչի մասին է սա ասում, եթե Միկա Բադալյանի նման ուռոդը աղաչում է, որ մարդիկ գան ընտրություններին, գան, գրվեն, գնան Հայաստան, դա նշանակում է, որ ոչ մի բանակ չունի, ես դրա մասին շուտվանից եմ ասում, ոչ մի բանակ չունի, կեղծլայքեր, եւ այն մարդիկ շատ քիչ, ովքեր իրան աջակցում են, գումարներ են ուղարկում, դա է իր փոքր բանակը, բայց նաեւ այս բանակի մի մասն էլ չի ուզում գա մասնակցել ընտրություններին եւ Միկա Բադալյանը ինչի է իր ոռը ճղում 5 օր մնացած միջև ընտրություններ, քանի որ իր ոռը իրոք ճղեն ընտրություններից հետո իր ռուս հրամանատարները, եթե պարզվեց, որ իր աշխատանքը 0 է եւ ոչ մի արդյունք չի բերել։ Նենց է, որ Միկա Բադալյանի նման շատ ունեք ուռոդներ, բայց կոնկրետ կուզենայի, որ մենք իր վրա ուշադրություն դարձնենք եւ ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ մինչ հիմա գործ չի հարուցել, որ այս մարդը սենց կայնած Ռուսաստանում ընտրությունների վրա փողով կաշառք հապա, չէ՞, սա համարյա կաշառքի պատմություն է սա։ Մարդկանց ասում է, եկեք ձեզ կաշառք տամ, գնացեք ձայն տվեք վարչապետի դեմ։ Եվ ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Տեսեք, նորմալ երկրում եւ իր паспорта կվերցնեն, այսինքն լիկվիդируют его гражданство եւ գործ կհարուցեն։ Եվ նույն ձև եղել է Լապշինի հետ, մի հատ Լապշին հիմա տեսնում եք էկրանի վրա 8 տարի այս մարդը փողեր էր հավաքում, գնում էր պետության դեմ, նաև մեզ ունենք հերոստա ալիքներ, ովքեր իրան եթերներ են տվել, մեզ ցավոք սրտի ունենք ոչ ուշադիր հայեր, ովքեր իրան օգնել են, ինչ որ պոլիտոլոգ, ինչ որ չգիտեմ էքսպերտներ, հա, ցավում եմ, բայց սա փաստ է եւ մենք տեսանք, չէ, վերջում նույն ԱԱԾ-ն իրան արգելեց մուտքը Հայաստան, այնպես որ պետք է ավելի ուշադիր լինենք։ Նաև պետք է ուշադիր լինենք եւ մտածենք ինչի համայնքների պետերը, համայնքապետերը Ռուսաստանի, այսինքն օրինակ Կրասնոդարի, համայնքի պետը Ռոստովի, այս մարդիկ ինչի են հավաքում մարդկանց, հիմա մենք էկրանին տենում ենք այդ սկրինշոթը, որ ասում են եկեք հայեր փող ենք տալու գնացեք ընտրություններին, ինչու են այս մարդիկ Ռուսաստանում իբր ատում Փաշինյանին։ Տեսեք, ոչ մի ատելություն չկա Փաշինյանի դեմ, իրականությունը ուրիշ է։ Սրանք Արա Աբրամյանի նման անձնավորություններ են, ովքեր 35 տարի գումարներ են հավաքել Ղարաբաղի անվան տակ, ոչ մի աչոտ չունեն իրանք, եւ այս մեծ մասը գումարները իրանք գոհացել են, իրանք Փաշինյանին դեմ են, քանի որ փաստորեն իրանք հասկանում են, որ իրանք գող ավազակ են, ովքեր մի կատ չունի սեր Հայաստանի դեմ եւ մանավանդ Ղարաբաղի, եւ իրանք համար, որպեսզի այդ զրույցները վերջանա, որ իրանք ոչ մի աչոտ չունեն եւ իրանք գող են, իրանք դրա համար գնում են մեր վարչապետի դեմ։ Այնպես որ մեր հետևորդները պետքա դա իմանան, մարդիկ կան, ովքեր իրավունք չունեն ոչ մի բան խոսան Հայաստանում, նաև իրավունք չունեն խոսան այն ղայտ տղամարդիկ Ղարաբաղցիներ, ովքեր ինձ նման մի վարքյան չեն կրվել Ղարաբաղում եւ Ղարաբաղի համար։ Եվ ես, եւ 90,000 ղարաբաղցիներ, եւ նաև ուռոտ Արտուր Օսիպյանը, ում մենք տեսնում ենք, իրավունք չունենք ոչ մի բան ասենք մեր վարչապետի դեմ կամ կառավարության դեմ կամ հայաստանցիների դեմ։ Բացատրեմ ինչի։ Տեսեք, կոնկրետ Հայաստանի երեխեքն են զոհվում, իսկ ղարաբաղցիները մեծամասնությամբ փախել են եւ չեմ կրվել։ Հա, ասում են Արտուր Օսիպյանը կոռուպցիայի դեմ պայքար է տարել։ Ժողովուրդ ջան, դուք շատ լավ գիտեք, որ այնտեղ որտեղ Օգանովսկին է, Բակո Սահակյանն է, Թմրամոլ, Արկադի Գուկասյանը, դեռ ինչ կոռուպցիայի դեմ կարա մեկը պայքար տանի։ Այս մարդուն Արայիկ Հարությունյանը պահում էր, ինքը Արայիկ Հարությունյանի վրա էր աշխատում։ Ու ինչքան ինֆորմացիա կա, թափուն հավաքում էր, տալիս էր Արայիկ Հարությունյանին։ Հիմա տեսեք, Արտուր Օսիպյանի նման ուռոդը, տեսեք ինչ էր գրում։ Եվ ուզում եմ ես ուշադիր մեր հետևորդները նայեն, լսեն, որ ոչ մեկ իրավունք չունի կներեք վարչապետի դեմ sense բառեր ասի եւ պետք է այո պատասխան տա։
Տեսեք ինչ ա գրում։ Նիկոլ, քեզ կդնեմ համապատասխան դիրքում ու այնպես կհարթուքեմ, ողնաշարդ կջարդեմ անասուն։ Անասունը բոլոր այն Ղարաբաղցի բլոգերներն են եւ չինովնիկները եւ գեներալները, ովքեր կրակել են մեր տղաների մեջքին ու եկել նստել են Հայաստանում։ Գարգելի Ղարաբաղցիներ, ձեր մարդկանց մեջ ահագին մարդ կա, ում ողնաշարը դուք պետքա կոտրեի Ղարաբաղում, երբ ձեզ թալանել են։ Ոչ թե գայեք ստեղ վարչապետի վրա բերան բացեք։ Հիմա տեսեք, հիմա մենք տեսնում ենք էկրանին ԱԱՑ-ի պետը, մեր ԱԱՑ-ի պետն է։ Հիմա նաև էկրանին եկեք ցույց տանք մեր դատախազը Աննա Վարդապետյանը։ Հիմա մենք տեսնում ենք քննչական կոմիտեի ղեկավարը Հայաստանի Հանրապետության։ Նաև եկեք մենք տեսնենք մեր էկրանին Վագն Խաչատուրյանն է, Հայաստանի Հանրապետության նախագահան։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանն, այլ բոլոր այս մարդկանց ոչ մեկ իրավունք չունի սենց բառերը ասի, քանի որ տեսեք, այս մարդիկ ոչ թե մենք վախենում ենք, ասում ենք դատախազը ԱԱՑ-ի պետը, այս մարդիկ ներկայացնում են պետություն։ Այսինքն երբ դու այս մարդկանց կֆրտում ես, կեղտոտ բառեր ես ասում, դու գնում ես քո պետության դեմ, դու իրավունք ունես ինձ նման, ես խորհուրդ եմ տալիս, եթե դուք դժգոհ եք կամ ԱԱՑ-ից կամ քննչական կոմիտեից, դուք կարող եք ինձ նման անել, գրում եք, վայ, մարդիկ կան առանձին մարդիկ, որ վատ են աշխատում, վայ, մարդիկ կան առանձին մարդիկ, որ, չգիտեմ, գնում են մեր վարչապետի դեմ, վայ, քո քննչական կոմիտեն չի բռնում բանը, մենք կարող ենք դժգոհ ենք, սա օրենքի մեջ է։ Տնքանք, նվնվանք, հա, իրավունք ունենք, այստեղ խնդիր չկա եւ բոլորը դեռ էլ գիտեն այդ կառույցները, որ առանձին մարդիկ կամ մի մասը չեն աշխատում օգնում են Քոչարյանին, բայց ով իրավունք ունի պետության ղեկավարներին ասի ողնաշարդ կկոտրեմ։ Սա պրախադնոյ դվոր չի, հասկանում եք, եւ բոլորս պետք է սա հասկանանք։ Եվ մանավանդ Ղարաբաղի տեղերքը, նաեւ ես նորից եմ կրկնում, մեզ вообще իրավունք չունենք գնանք կառավարության դեմ։ Այն որ մենք չենք զոհվել, այո, տենց էլ կա։ Եթե Ղարաբաղցի տղան լինի Ղարաբաղցի իսկական հզոր տղա, այսօր ոչ եթերում կնստի ինձ նման, ոչ Արտուր Օսիպյանի նման կնվնվա վարչապետի դեմ, իսկական Ղարաբաղցի տղան, ով սիրում էր Ղարաբաղը, այսօր ինքը, այո, կամ կվերավորված կլիներ, կամ զոհված։ Սա ճիշտ բառեր է։ Եթե մենք նստած եք Երևանում եւ լախմաջո եք ուտում, ուրեմն մենք փախել ենք, մենք չենք կրվել, մենք չենք գնացել ինձ նման, հա, մենք մնացել ենք Մոսկվայում։ Տղեր քնդրանք են, ովքեր վերավորվել են կամ զոհվել են, տղեր քնդրանք են, ովքեր եղել են կռվի ժամանակ եւ փրկել են կանանց, երեխեքին, իսկ մենք եթե սաղ ողջ ենք, եթե մենք չենք զոհվել եւ չենք վերավորվել, ուրեմն մենք թսիկ ենք եւ մենք փախել ենք կռվից։ Այո, ես համաձայն եմ 100%-ով այդ բարերի հետ։ Եվ շատ կարևոր բարեր կուզենայի ասեի այն հայերը, ովքեր Ռուսաստանից գալիս են մեզ ստեղծային տան եւ աջակցեն մեր վարչապետին, ձեզ շատ շնորհակալ եմ, բայց ուզում եմ շատ կարևոր բան ասեմ, տեսեք, կան նաեւ հայեր, ովքեր գումարներով գալիս են Քոչարյանին ձայն տան կամ Տաշիր Սամոյին, դուք մտածեք մի հատ, դուք ինչ եք արել այս երկրի համար։ Գիտեք, Վեդի քաղաքի մի մասը կանալիզացիա չի ունեցել եւ մեր վարչապետն է այնտեղ կանալիզացիան սարքել։ Գեղարքունիքի մարզում Վարդենիս համայնքում մենք գյուղեր ենք ունեցել, որ կանալիզացիան չի եղել, այսինքն կանալիզացիան խառնում էր այդ ջրի կանալների հետ, շատ վատ վիճակ էր։ Էլի մեր վարչապետն արել մեր կառավարությունը։ Այսքան դպրոց, այսքան մանկապարտեզ, ջրամբար, ճանապարհ, մշակույթի տուն եւ այլն։ Դուք մի կոպեկ վարկ չեք տվել, կներեք, հարկ չեք մուծել այս երկրում։ Մի կոպեկ էս 8 տարում։ Դուք չեք կառուցել այս երկիրը։ Ձեր տղերքը չեն ծառայել ստեղ։ Դուք արդյոք գիտեք թե իրավունք ունեք գաք ձայն տակ Քոչարյանին կամ Տաշիր Սամոյին եւ քանդեք այս երկիրը։ Դուք կարաք դա անեք, բայց վստահ եղեք, որ ոնց դուք 50 ամիս աջակցում եք, որ Ուկրաինայի երեխեքին սպանեն, դրա համար եք պատասխան տալու։ Դրանք, ովքեր աջակցում են այդ թեման, ասում են ճիշտ է Պուտին։ Սրա համար Աստված ձեզնից պատասխան վերցնելու։ Ու արդեն պատասխանում եք։ Այդքան զոհերը, այդքան անհայտ կորածները, դա մեր բոլորի, հա, այդ սխալն է Աստծո դեմ։ Ու երկրորդ սխալը, որը էլի Աստված չի ներելու, լինելու է դա, որ դուք գալու եք եւ ձայն տակ Տաշերին կամ Քոչարյանին։ Եվ վերջի խնդրանքը արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացում, որպեսզի այս մարդիկ չգան, չքանդեն մեր երկիրը, խնդրում եմ այն մարդիկ, ովքեր չեն գնալու ընտրություններին, խնդրում եմ, գնացեք 10 րոպե ձայն տվեք ձեր երկրի համար։